Մերձավոր Արևելքում պատերազմը Իրանի դեմ կարծես թե ստվերում է թողել ամերիկյան նախատեսված ծրագրերի իրականացումը Հարավային Կովկասում։ Մինչև Իրանի դեմ պատերազմը բուռն քննարկվում էր ու շատերի մոտ հավատ կար ու կա հատկապես իշխանական թևում, թե Ադրբեջանը Նախիջևանին Սյունիքով կապող թրիփ կամ թրիփի ուղի նախագիծը կյանքի կկոչվի։ Հայաստանի եւ Ամերիկայի միջև երկկողմ աշխատանքները թրիփի իրագործման ուղղությամբ շարունակվում են։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ հիմա դեռ փաստաթղթային փուլն է աշխատանքների եւ ըստ էության միջպետական պայմանագրի համաձայնեցման փուլում են գտնվում։ Իրանի դեմ պատերազմի ընթացքում եւ ընդհանրապես Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին քիչ են անդրադառնում այդ նախագծին։ Ալիևը կարծես թե պոչը քաշել է, զգուշավոր է դարձել, իսկ հայկական կողմը սպասողական վիճակում է։ Քաղաքագիտական եւ փորձագիտական համայնքն էլ հավատում է, որ այդ նախագիծն ավելի շուտ կյանքի չի կոչվի։ Պատերազմը եւ դրան ուղեկցող դիվանագիտությունն այժմ սպառնում են թրիփին եւ Բաքվի ու Երևանի կողմից արձանագրված ամբողջ առաջընթացին։ Աշխարհը շունչը պահած սպասում է Ամերիկա-Իրանյան հնարավոր բանակցությունների արդյունքներին։ Միացյալ Նահանգների նահանջի դեպքում բանակցային գործընթացում Իրանի դերակատարությունն ավելի է մեծանում Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում։ Սա նշանակում է, որ Իրանը խոշորացույցի տակ է պահելու բոլոր նախագծերը, որոնք նախատեսվում են տարածաշրջանում եւ չի բխում իր շահերից։ Ամերիկյան սանիտարական կարդոն Իրանի շուրջ այս կոնֆիգուրացիայով թրիփը կյանքի չի կոչվելու։ Թրիփ նախագծի մասին երբ որ խոսում ենք, երևի արդեն կարելի է ասել RIP թրիփ։ Փորձագետներից շատերն էլ համարում են, որ ամերիկա-իրանական բանակցային գործընթացները շատ ավելի երկար կտվեն, նույնիսկ ամիսներ, ընդհանուր հայտարարի գալու համար։ Թեհրանը այնպիսի պահանջներ է առաջ քաշում, որ Վաշինգտոնը դժվար թե դրանց շուրջ միանգամից համաձայնության գա։ Սա նաև Միացյալ Նահանգների իմիջին հարվածելու հարց է։ Միացյալ Նահանգներում Թրամփի դեմ գործողություններն ավելի են մեծանում։ Դեմոկրատները համարում են, որ Թրամփի յուրաքանչյուր սխալ քայլ նահանգներին տանում է մութ աշխարհ։ Միջազգային մամուլը գրեթե ամեն օր գրում ու քննարկում է Թրամփին իմպիչմենտ հայտարարելու նախաձեռնությունների մասին։ Ճնշումը եւ ներսից կա եւ դրսից կա, որը նաեւ իդեպ կազդի է տարածաշրջանի վրա, նաեւ Հայաստանի վրա կազդի։ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակն ի պատասխան Armenpress-ի հարցին հայտնել է, թե Թրամփի վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագիծն իրականություն դարձնելու հանձնառությանը։ Թրիփը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը, քանի որ այն ունի Հարավային Կովկասում եւ դրանից դուրս խաղաղությունն ու բարեկեցությունը խթանելու ներուժ։ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը նաև տեղեկացրել է, որ Հայաստանը համագործակցում է Միացյալ Նահանգների եւ փոխադարձ համաձայնությամբ ընտրված երրորդ կողմերի հետ թրիփ նախաձեռնության իրականացման ուղղությամբ։ Թրիփի եւ հարակից պայմանավորվածությունների մեկնարկին աջակցելու նպատակով Միացյալ Նահանգները ստանձնել է $145 միլիոն նախնական պարտավորություն, որը կբացի տարածաշրջանային կայունությունն ու տնտեսական աճը։ Իհարկե պայմանագիրը երկկողմ է լինելու եւ համաձայնություն եւ նախագիծը մեծ հաշվով ամբողջապես երկկողմ է, նկատի եմ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները, բայց նաեւ շինարարության փուլում ենք գործընկերների կարիք ունենալու եւ ըստ էության ամենայն հավանականությամբ նաև այդ համակարգերի կառավարման փուլում։ Մի բան հստակ է, Իրանը հիմա աշխարհի անցուդարձն է հսկում եւ գումար ստանում Հորմուզի նեղուցից։ Թրիփը կյանքի կոչվելու դեպքում կողմերը պետք է հաշվի նստեն նաև Իրանի հետ, իսկ դա եւս Միացյալ Նահանգների իմիջը սասանում է։ Այն, որ դեռ Միացյալ Նահանգներում հավատում են, թե Իրանի քթի տակ իրենց ուզածով ծրագիր կարող են իրականացնել ամերիկացիները, փորձագիտական համայնքն այսպես է ասում։ Խնդիր չէ, Թրամփի վարչակազմի սովորությունն է այդպիսին։ Իրենք հեռացող են եւ նրանց ձեռնտու չէ խոսել նահանջողի պարտվողի դիրքերից։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Զորակոչիկների թիվը 2024-ին Հայաստանում եղել է ընդամենը 14,000, 3 անգամ պակաս, քան 2010-ին։ Խորհրդարանում պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է իր կողմից հեղինակած օրենքի փոփոխությունը։ Սարգսյանի խոսքով, սակայն Պաշտպանության նախարարը խախտել է նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը։ Ես առաջարկել եմ հստակ լուծումներ, բարձրացնել ծառայության սահմանային տարիքը, քրեականացնել բժշկական կեղծ հիմքերով ծառայությունից խուսափումը, թույլ տալ կարճաժամկետ ծառայություն,
մեծ վճարով եւ թանկացնել քաղաքացիությունից հրաժարումը, նշել է падգամավորը ու եզրակացրել, որ այս քայլերը պետք է ավելացնեին զորակոչիկների թիվը։ Կառավարությունը սկզբում դրական դիրքորոշում է տվել այս փոփոխությանը, բայց հետո նույն նախագիծը հայտարարել է ժամանակավրեպ ծառայության ժամկետի արդեն իսկ կրճատման պատրվակով։ Դուք խնդիրները լուծելու փոխարեն ասում եք կախվեր, քանի որ բանակից փողով ազատվում են, քաղաքացիությունից հրաժարվում են, եկեք սարքենք մի քանի միլիոն տա ու ազատվի։ Խնդիրը այդ ստվերային բաները լուծելն է եւ ոչ թե դրա լուծման համար միջանկյալ տարբերակ փողով ազատվել։ 3000 հոգի քաղաքացիությունից հրաժարվում ամեն տարի։ Սրա արդյունքում մեր բանակի տարեկան զորակոչը պակասում է 30%-ով։ Այս քաղաքացիներին ովքեր հրաժարվում են, ասենք ախպեր ջան, եթե դուք ուզում եք հրաժարվեք, 15 միլիոն վճարեք, դա այն գումարն է, որը այսօր վճարում ենք 27 տարին լրացած չծառայեցնել, այսինքն դա այն գումարն է, որը հավասարեցված է 2 պայմանագրային զինծառայող 2 տարվա աշխատավարձի։ Մենք եթե ուզում եք հրաժարվեք չծառայեք, վճարեք այդ գումարը, դա վերցնենք, տանք 10 հոգու ծառայողների ամեն մեկին 1.5 միլիոնով։ Արտոնյալ պայմաններ ոսկեգործության ու ադամանդագործության ոլորտների ընկերությունների համար։ Խորհրդարանում քննարկվել է օրինագիծ, որով առաջարկվել է փոխել ոսկյա իրերի եւ թանկարժեք քարերով պատրաստած արտադրանքի ավելացված արժեքի հարկման մեխանիզմը։ Ենթադրվում է, որ թանկարժեք զարդեր արտադրողների համար ավելացրած արժեքի հարկը կհաշվարկվի ոչ թե ամբողջ վաճառքի գնից, այլ միայն աշխատանքի եւ շահույթի, այսինքն հարկվելու է բացառապես նոր ստեղծված արժեքը առանց հումքի արժեքը ներառելու։ Հեղինակների խոսքով այս փոփոխությունը նպատակ ունի վերացնել անհավասար մրցակցությունը եւ խթանել ոլորտի զարգացումը։ Ոսկյա զարդը, որը պատրաստելու համար ծախսվել է 100,000 դրամ։ Եվ այդ 100,000 դրամի մեջ մտնում են թե ոսկին, թե թանկարժեք քարերը։ Եվ այդ ոսկյա զարդը վաճառվում է, ենթադրենք 150,000 դրամով։ Հիմա մեր ներկայիս կարգավորումներով այդ 150,000 դրամի վրա մի հատ պետք է 20% ավելացված արժեքի հարկ գումարել եւ 150,000 դրամը կդառնա 180,000 դրամ։ Հիմա այս կարգավորումով 30,000 դրամ ավելացված արժեքի հարկի փոխարեն 10,000 դրամ է լինում։ Վրաստանի եւ Ռուսաստանի հետ արտահանման խնդիրները նոր երևույթ չեն։ Դրագրողների հետ ճեպազորույցի ժամանակ նշել է պետնախագահ Էդուարդ Հակոբյանը։ Լարսով որոշ ապրանքների արտահանումը առնչվում է ֆիտոսանիտարական պահանջների խստացման կամ թուլացման հետ, ինչպես նաեւ ապրանքի նշման սխալների։ Նա ընդգծել է, որ խնդիրները կառավարելի են եւ բիզնեսին խորհուրդ է տվել հետևել կանոններին։ Նախագահը հավելել է, որ նման իրավիճակներում բանակցություններ վարելը բարդանում է, բայց անցած տարվա խնդիրները լուրջ վնաս չեն պատճառել տնտեսությանը, քանի որ հաջողվել է լուծումներ գտնել ռուս եւ վրացի գործընկերների հետ։ Երկու հիմնական խնդիր ենք օրինակ անցած տարի արձանագրել, լինում են դրվագներ, որ այդ ապրանքականակները չեն համապատասխանում այդ պահանջներին, լինում են դրվագներ, որ օրինակ ռուսական գործընկերների կողմից հարց է բարձրացվում, թե ինչու օրինակ չի նշվում կամ պատշաճ չի նշվում այն տնտեսվարողը, որին մատակարարվում է տվյալ ապրանքը։ Այս երկու խումբ խնդիրներն են, որպես այդպեսին սովորաբար օրակարգում։ 2023-ի սեպտեմբերի 19-ից 20-ը հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված եւ եռաբլուր զինվորական պանթեոնում հուղարկավորված անձանց 8 ընտանիքների կտրամադրվի փոխհատուցում։ Համապատասխան որոշումը ընդունվել է կառավարության նիստի ժամանակ։ Որոշման մեջ նշված է, որ փոխհատուցումը կտրամադրվի այն ընտանիքներին, որոնք իրենց միջոցներով եւ նախընտրած ձևով են պատրաստել եւ տեղադրել շիրմաքարերի լրակազմերը կամ դրանց բաղադրիչները։ Նախնական հաշվարկով փոխհատուցումը կազմի 10 միլիոն դրամ։ Նոր լրացումներ են նախատեսում կատարել տեսալսողական մեդիայի մասին օրենքում։ Փոփոխությունները ազգային ժողովում ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների նախարարը։ Առաջարկում են, որ հեռարձակողները արհեստական բանականությամբ կամ այլ թվային տեխնոլոգիական լուծումներով գեներացված հեռուստաբովանդակությունը հեռարձակելիս պարտադիր եւ հստակ կերպով տեսանելի հատվածում մակնշեն դրա մասին։ Մխիթար Հայրապետյանի խոսքով վերահսկողությունն ու մոնիթորինգը իրականացնելու է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը։ Եթե պատկերների կամ տեսանյութերի պարագայում պարտադրվելու է օրենքով, ինչպես նաև հանձնաժողովի ներքին իրավական ակտերով, ուրեմն հեռարձակման կամ նյութի սկզբում եւ վերջում տեսանելի շրիֆտով
եւ պատկերով գրված լինի գեներացված է ԱԲ-ի կողմից լսողական հաղորդումների պարագայում հաղորդման սկզբում պիտի հայտարարվի այդ մասին եւ վերջում ռադիո հեռարձակվող բովանդակության վերջում պիտի հայտարարվի Երևանում նախատեսվում է գործարկել Yes Parking բջջային հավելվածը, որի միջոցով հնարավոր կլինի կատարել նաև կայանման վճարումներ։ Հավելվածը ամբողջությամբ կգործարկվի առաջիկա շաբաթվա ընթացքում։ Այն հնարավորություն կտա վճարել ոչ թե ֆիքսված ժամային սկզբունքով, այլ ըստ փաստացի կայանման տևողության։ Օգտատերը կակտիվացնի հավելվածը կայանելու պահին եւ կանջատի այն ավարտին, իսկ վճարը կհաշվարկվի այդ ժամանակահատվածի հիման վրա։ Հավելվածի միջոցով վարորդները կարող են տեսնել նաև կայանման հատվածներում ծանրաբեռնվածության մակարդակը։ Բազմազավակ ընտանիքները մնում են սոցիալապես խոցելի խմբերից մեկը։ Առավել զգայուն խնդիրներից է նրանց բնակարանային ապահովվածությունը։ Նման ընտանիքները մեծամասամբ բնակվում են սահմանափակ տարածքներում կամ չունեն սեփական բնակարան, ինչը ըստ մասնագետների կարող է ազդել երեխաների կենսապայմանների, կրթության եւ ընդհանուր զարգացման վրա։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը առաջարկում է 6 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության նախագիծ, որի հիմնական նպատակը ըստ պաշտոնական հիմնավորումների բազմազավակ ընտանիքներին բնակարանային հասանելիության ապահովումն է։ Իհարկե կան նաև շատ նախապայմաններ, ոչ բոլորին սա հասանելի կլինի, մենք կապելու ենք այս համակարգը ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարման հետ, որպեսզի օգտվեն միայն իրոք կարիք ունեցող ընտանիքները։ Մեկ երեխայի հաշվարկով պլանավորում ենք տալ 4 միլիոն դրամ տուն գնելու կամ կառուցելու Երևանից դուրս մարզային բնակավայրերում։ Թեև առաջարկվող ծրագրով նշվում է, որ 643 ընտանիքների կենսապայմանները պետք է բարելավեն եւ միաժամանակ հայտնում են, որ նախագծի ընդունման կապակցությամբ առաջիկա 10 տարիներին պետական բյուջեից պահանջվելու է առավելագույնը 31.9 միլիարդ դրամ, սակայն հանրությանը հետաքրքրում է, թե ինչու այն ընտանիքները, որտեղ կան 4 անչափահաս երեխա, ներառված չեն նոր կարգավորման մեջ։ Մասնագետների կարծիքով մշակման փուլում հաշվի են առել, որ քանակային առումով 6 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները ավելի քիչ են համեմատած 4 անչափահաս երեխա ունեցողների։ Ըստ բյուջեի բաշխման, այսինքն հնարավորությունների սահմանների, կարծում եմ, որ միտումը նրանում է կայանում, որ ավելի քիչ ընտանիքներ դրանից օգտվեն աջակցության ծրագրից։ Նպատակը իհարկե խնայողությունն է։ Կառավարության աջակցության ծրագրերը ինքնին, դրանք ոչ թե այսպես պարտադրանքով կարող են ընդունվել, այլ դա կառավարության հայեցողությունն է, հատկացնում է որոշակի բյուջե եւ չափորոշիչները որոշում է ըստ տվյալ բյուջեի։ Նախագծով սահմանված են նաև աջակցության ամբողջությամբ դադարեցման կարգերը, օրինակ եթե ընտանիքի տվյալ պահին անչափահաս առնվազն 2 անդամները նույն օրացույցային տարվա ընթացքում 183 եւ ավելի օր գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս, բացառությամբ ուսումնական առողջապահական նպատակներով, ինչպես նաև այն դեպքում, երբ նվազագույնը 2 անչափահաս անդամները գույքը ձեռք բերելուց առնվազն 1 տարի անց չեն հաճախում տվյալ համայնքում գործող դպրոցներից կամ մանկապարտեզներից որևէ մեկը։ Ընդ որում նրանցից յուրաքանչյուրը առնվազն 3 տարի պետք է հաճախի համայնքում գործող դպրոց կամ մանկապարտեզ։ Փաստաբանների կարծիքով այսպիսի չափորոշիչները նրա համար են, որ ծնողները երեխաների խնամքով զբաղվեն լրջագույնս։ Ցավոք սրտի նման դեպքեր կան, որ ծնողները փաստացի երեխաներին չեն խնամում, ընդունենք հաստատքներով ունեն շատ երեխաներ, մինչդեռ երեխաները տատիկ-պապիկների մոտ են կամ խնամքի հաստատություններում են, նման չափորոշիչներով փորձում են բացառել իրավիճակներ, երբ որ անձը դիմի իր տարածքային սոցիալ-ծառայություն հաշվառվի որպես աջակցություն ստացող եւ ստանա, մինչդեռ փաստացի ընդունենք 6 երեխայից մի քանիսին կամ գուցե նաեւ բոլոր երեխաներին ինքը չխնամի եւ գումարը ծախսի իր անձնական կարիքների վրա։ Մասնագետների գնահատմամբ ստանդարտները հիմնականում բարդ են լինում քաղաքացիների համար եւ դրա պատճառով շատերը պարզապես չեն կարողանում մասնակցել եւ օգտվել բարեփոխումներից։ Ասում են, որ նախագիծը նպատակ է հետապնդում նաեւ մարզերում գույքի ձեռքբերման ու բնակեցմանը, քանի որ սահմանվում է, եթե ընտանիքը նախապատվությունը տալիս է գյուղական բնակավայրին, ապա տրամադրվելու է հավելյալ 4 միլիոն դրամ։ Փորձագետները կարևորում են, որ ոլորտում պարբերաբար կատարվեն մոնիտորինգներ ծնողների եւ երեխաների
երեխաների կենցաղին հետևելու համար։ Մոնետիզացիայի միջոցով եկամուտ ստանալու հնարավորությունը YouTube-ում թվային եւ մեդիային բովանդակություն ստեղծողների շրջանում շարունակում է քննարկվող թեմաներից մեկը մնալ։ Սակայն մոնետիզացիան ունի նաեւ իր առերևույթ անտես դժվարությունները, թեև շատերը կարծում են, որ տեսանյութ կամ շորտ հրապարակելը արագ եկամուտ է ապահովում, մասնագետները սակայն հիշեցնում են, որ ալիքը մոնետիզացնելու համար անհրաժեշտ է տևական ժամանակ, քանի որ մոնետիզացիան ակտիվացնելու համար ալիքները պետք է որոշակի պայմաններ բավարարեն, օրինակ ունենան 1000 բաժանորդ եւ 4000 դիտում վերջին 12 ամսում կամ շորտս տարբերակով 10 միլիոն դիտում վերջին 90 օրում։ Մասնագետները պնդում են, որ մոնետիզացիան միացնելուց հետո ամենատարածված սխալը այն է, երբ մարդիկ օգտագործում են ոչ լիցենզիոն կոնտենտ։ Այդ կոնտենտի հեղինակները կամ ավտոմատացված կոնտենտ ID մատչերով, որևէ այդպիսի եղանակով կամ ձեռքով բողոքներ են ներկայացնում եւ հետո դրա հետևանքով օգտարաշիվը կոնկրետ վիդեոյի մոնետիզացիան կարող է անջատվել կամ նաեւ բողոքների քանակից ու պարտությունից կարող է նույնիսկ ընդհանրապես մոնետիզացիայի ձեռքել։ Եթե մարդ ունի ալիք եւ ուզում է մոնետիզացիան աշխատացնի, մտնի ու մանրամասն կարդա թե ինչն է YouTube-ը համարում սխալ, չի թույլ տալիս մոնետիզացնել։ Մասնագետների խոսքով այն երաժշտությունը, որն օգտագործվում է մյուս սոցիալական հարթակներում, այստեղ կարող է խնդիրներ առաջացնել, քանի որ մեկ հարթակի համար երաժշտությունը կարող է լինել լիցենզավորված, իսկ մյուսում կարող է արձանագրվել հեղինակային իրավունքների խախտում։ Նրանք ասում են, որ արհեստական ճանապարհով դիտումներ ավելացնելը նույնպես կարող է առիթ լինել, որպեսզի կայքը արգելափակվի։ Ինդոնեզիայում, Մալազիայում դիտումների ֆերմաներ կան։ Հեռախոսները շարած են ինչ-որ մի հատ անգարում, վրաները սկրիպտ աշխատում, որով ավտոմատ բացում է ձեր էջերը, փակում է կամ YouTube-ները եւ գովազդա պտտացնում։ Մի քանի կոպեկով ձեր լիքը դիտումն ավելացնում, բայց YouTube-ը ավտոմատ վերահսկման մեխանիզմներ ունի։ Դա կարող է շատ արագ նույնականացնել եւ արգելափակել։ Մասնագետները ասում են, որ YouTube-ի ալգորիթմները բավականին շատ են։ Տեսանյութերի առաջ խաղացման հիմնական սկզբունքները ըստ մասնագետների նրանք են, որ հոլովակները պետք է ունենան հետաքրքիր նկարագրական վերնագիր, տեքստային մանրամասն բացատրություն եւ էջի ակտիվությունը պետք է շարունակական լինի մեկնաբանությունների տարածումների եւ հավանումների տեսքով։ Ալիքներից մեկում տեսնում եմ ինչ-որ եկամտի ավելացում, բայց չեմ կարող հստակ ասել դա այն պատճառը, որ արդեն Հայաստանում դիտումներն են մոնետիզացվում, թե ուղղակի քան որ Հայաստանը հիմա ինֆորմացիոն ոսկ արագացել է դիտումները առհասարակ աճում եւ մոնետիզացվում են այլ տեղերից, դերևս չեն կարողանում կողմնորոշվել։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ ինչ-որ փոփոխություններ ընթացքի մեջ են։ Այսպիսով YouTube-ում մոնետիզացիան շարունակում է մնալ իրական եկամուտ ստանալու հնարավորություն, սակայն այն պահանջում է ոչ միայն ժամանակ, այլև հստակ կանոնների պահպանում եւ հետեւողական աշխատանք։ Մասնագետները հիշեցնում են, արագ արդյունքի ակնկալիքը հաճախ կարող է հանգեցնել սխալների, որոնք ոչ միայն կդանդաղեցնեն աճը, այլև կարող են վտանգել ամբողջ ալիքի գործունեությունը։ Փոփոխվող ալգորիթմների եւ շուկայի պայմաններում հաջողության հասնելու համար առանցքային է դառնում որակյալ եւ վստահելի բովանդակության ստեղծումը։ Ապրիլի 8-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Լոռու մարզում Վանաձոր Սպիտակ ճանապարհին բախվել են 42-ամյա Հովհաննես Ալեքսանյանի վարած երկաթե պարագաներով բարձված Դավ Բեռնատարն ու 30-ամյա Թաթուլ Տոնոյանի ՎԱԶ 21014-ը։ Վերջինը ու նրա 26-ամյա ուղևորը Կարմեն Բաբայանը տեղում մահացել են։ Երկու հոգու օպերատիվորեն ժամանակ Սպիտակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել, հետո տեղափոխել Սպիտակ բժշկական կենտրոն, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի բարեկները։ Իդեպ մահացածները պաշտպանության նախարարության ծառայողներ են։ Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ապրիլի 9-ին Լոռու մարզում Նիսան Մուրանոն Դիլիջան Վանաձոր ճանապարհին Լերմոնտովո բնակավայրի վարչական տարածքում դուրս եկել երթևեկելի գոտուց բախվել հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվել, հայտնվել ձորում։ 4 հոգի, որոնց առաջին օգնության են հասել քաղաքացիները, Լոռու մարզային շտապօգնության բրիգադներն ու Վանաձոր բժշկական կենտրոնի բժիշկները, նաև փրկարարծարայության Վանաձորի Շեջ փրկարարական ջոկատի փրկարարները տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն։ Վարորդն ու 3 վիրավորները ծառայում են պաշտպանության նախարարության Զորամասում։ Ապրիլի 7-ին Երևան-Մեղրի ճանապարհին 45-ամյա Վիլենը Hyundai-ով բախվել է հողաթմբերին ու գլխի վայր մասամբ հայտնվել երթևեկելի գոտու։ 2 հոգի վնասվածքներով տեղափոխվել են Վայոց-Ձոր բժշկական կենտրոն, օպերատիվորեն ժամանել են փրկարարծարայության Եղեգնաձորի Շեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Վայոց-Ձորի մարզի գումարտակի առաջին վաշտի բարեկները։